Առաջին, այս ընտրական գործընթացը ունի մի քանի աննախադեպ դրվագ։ Դա վարչական ռեսուրսի գրեիք չարաշահումն է, դա իշխանության ուզուրպացիայի ակնհայտ փորձն է, գիշերվա ժամը 2-ին, երբ դեռևս հաշվարկված չէին տեղամասերի արդյունքները, Նիկոլ Փաշինյանը ինքնահռչակեց իրեն որպես հաղթող, այդպիսով ցույց տալով կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ պետական մյուս մարմիններին։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դա ստեյության պետական հեղաշրջում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով։ Այստեղ խնդիրը չի վերաբերում մի կուսակցության կամ մի քանի հազար ձայնի։ Մեր 60,000 քաղաքացիների ձայները անտեսվեցին։ Դռնի միջամտություն եղավ ազգային ժողովի խճանկարը որոշելու հարցով։ Այսօր մենք այստեղ հավաքվել ենք մի շատ պարզ լուծում գտնելու ակնկալիքով։ Նիկոլ Փաշինյանը առաջին դեպքն է պատմության մեջ, որ իշխանություն լինելով հենց ինքն է ապալեկտիվացնում ազգային ժողովը։ Բայց այդպես վստահ է, որ ընդդիմության ձայները օրգանիկ չեն, հրաշալի առիթ է ստեղծվել։ Ապահովեք նոր ընտրությունների անցկացում եւ հայ ժողովուրդը իր հավաքականության մեջ ձևավորի ազգային ժողով։ Սահմանադրական դատարանը եւ նրա դատավորները կանգնած են պարզ երկընտրանքի առաջ։ Կամ նրանք դառնում են Վահագն Հովակիմյան, այսինքն դատարում են քրեական հանցագործություն եւ տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի գրպանում, կամ կանգնում են օրենքի եւ արդարադատության պաշտպանության դիրքերից։ Ինչ էլ որոշի սահմանադրական դատարանը, Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմության խարանը չի վերանալու։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը իրեն պատեպատ տա, չգիտեմ, բռնելու, սատկացնելու, եսի միջերի մասին խոսի, դրանից ավելի լեգիտիմ չի դառնալու։ Եվ ուրեմն, հարգելի հայրենակիցներ, իմ ելույթը ուզում եմ ավարտել կոնկրետ ուղերձով։ Կլինի սահմանադրական դատարանի շենքի մոտ, թե մեկ այլ վայրում, հայ ժողովուրդը այս ընտրական գործընթացի արդյունքում ունենալու է պատմական հաղթանակ։ Եվ ուրեմն կոչ եմ անում հավաքականորեն չվհատվել, չհուսահատվել, որևէ հաղթանակ հեշտ չի տրվում։ Միայն այն հանգամանքը, որ իբրև թե հաղթանակած իշխանությունը խուճապի մեջ է, խոսում է այն կարևոր առաքելության մասին, որ մենք հավաքականորեն արել ենք հունիսի 7-ին։ Մնում է մեզ հավաքականություն, վճռականություն, կամք եւ հաղթանակը մերն է լինելու։ Նիկոլ հեռացի, Նիկոլ հեռացի։